Սիրված երգչուհի Տաթև Ասատրյանի աշխատանքային ակտիվ գործունեությունը նկատելի է մեծ հաջողություններով և ձեռքբերումներով։ Տաթևը չի մնում ընդմիջման մեջ և վայելում է տեսահոլովակների պրեմիերաներն ու մենահամերգները։ Նա վայելում է հանրության սերը, ինչը մեծ հաջողություններ է բերում կարիերայում։ Օրերս նա իր սոցիալական հարթակում հրապարակել էր հոլովակ և հայտնել, որ նորություն ունի։ Դիտեք ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Вы спросите, почему я сегодня такая красивая? Потому что прилетела моя красавица. Мам Джан Гитем Вардухи Машата Хурис Ворсехчес. Ребята, это наша любимая Тաթև Ասатрян. Она доверилась, что я буду делать макияж. Тաթև, вам страшно? Ну, за макияж страшно? Вы мне доверяете? Доверяю. Спасибо. Кстати, ребят, кто идет? Мы вовсю готовим. Сегодня будет шикарный макияж. Я отвечаю, это будет лучший макияж в твоей жизни. Տաթև ջան, ուզում ես մի բան ասես մեր պատվիչներին, հեռուստացողներին։ Կներեք։ Իմ մակիաժը, հետո ցույց կտամ, դուք կասեք, վախենալու եմ թե չէ։ Երեխեք ջան, բոլորին բարև, ես գիտեմ, որ Տաթևի էջն է, բայց ես որոշեցի ես սկսեմ, որովհետև Տաթևը չի կարա խոսա, իր անձները ցավում է, որովհետև ես բարձր ծաղեցի։ Տաթև ջան Судя по ее лицу, это правда. Здравствуйте, Тաթև. Добро пожаловать в Москву. Морально готовы? Готовы. Շատ մեծ տեղ էլ է, ребят, ցեսկա օրինայում պատկերացնում եք, просто ես շոկի մեջ եմ, ինչ հպարտ եմ, հպարտ։ Ու առաջին անգամ մենահամեր, իմ մակիաժը պետք է անի գոհար։ Ճիշտ է, մոռացել եմ, ես պետք է մեյքափ անեմ, եթե վատ քսեմ, այդ ես չեմ քսել։ Ինքնա քսվել։ Ես ցույց կտամ, դուք կասեք, լավ է թե չէ, բայց ամենաշատ ուզում եմ, որ դուք իմանաք, որ մենք ձեզ շատ սիրում ենք։ Ու սպասում ենք։ Տաթև Ասատրյանը եղել էր Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդման հյուրը։ Star News-ը հետևել էր զրույցին և առանձնացրել կարևոր հատվածներ, որտեղ նա խոսելով «Ես կամ» հաղորդումից հայտնի դարձած Նժդեհի հետ հանդիպման ու իրենց մտերմության մասին Տաթևը նշել էր. Մինչև հաղորդմանը մասնակցելը 3 օր հոնգուր լացել եմ այդ երեխայի պատմության վրա։ Ինքը եղել է այն նույն Տաթևիկը, որ ես եմ եղել։ Շատ լավ երեխա է, շնորհակալ։ Տա Աստված այդպես էլ մեծանա։ Փառք Աստծո, որ ուզում է սովորի, երաժիշտ է ուզում դառնալ։ Շատ լավ մարդիկ ունի իր կողքին։ Երբ տեսնում ես, որ մի երեխայի մեջ կա ապրելու ցանկություն ու այդ ապրելը կախված է ինչ-որ կոպեկներից, հարամ պիտի լինի աշխատածդ, որ դու չօգնես, ասել է երգչուհին։ Զրույցի ընթացքում նա ցավով խոսել է նաև մանկության ու պատանեկության բարդ տարիների, մայրիկի հիվանդության մասին։ Ես դարձա մեր տան փոքրիկ տղամարդը, ամբողջ հոգսը իմ ուսերին էր, ես էի մտածում։ Պատահական ավտովթարից տատս մահացավ, ու ես ու մայրս մնացինք մենակ, մեզ տնից դուրս հանեցին։ Մայրս իրեն կորցրեց, հիվանդացավ, այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում։ Ես 12 տարի դպրոց եմ գնացել, բայց ոչ մի անգամ մամաս չեկավ ծնողական ժողով։ Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց իր ցավով։ Այդ տարիներին իմ բոլոր հարազատների դռները փակ էին իմ առաջ, ու երբ մորս աչքերը փակեցի, իմ դուռը ես փակեցի իրենց առաջ, որովհետև էլ մարդ չունեի կորցնելու ավելի թանկ, քան մամաս էր։ Մայրս պետպատվերով էր բուժում ստանում և այդ ժամանակ այդքան էլ լավ չէին վերաբերվում պետպատվերով հիվանդներին։ Վերջին օրերը անցկացրել ենք հանրապետական հիվանդանոցում։ Մամաս ասաց, ես էլ չեմ ուզում այս հիվանդանոցում մնալ, ինձ տար տուն։ Գնացինք տուն, ընդամենը 2 օր։ Վերջում ինձ ասաց, ես հանգիստ եմ, դու արդեն քո լավն ու վատը գիտես։ Օրերս կայացավ Տաթև Ասատրյանի երկրպագուների կողմից այդքան սպասված ևս մեկ մենահամերգ։ Տաթևը բեմում մենակ չէր, նա մեծ հպարտությամբ հանդիսատեսին ներկայացրեց Նժդեհին։ Տաթևի խոսքով Նժդեհը սկսել է ավելի լավ նվագել։ Նա պարապում է և ունի մեծ ձգտում։ Վերջին հրապարակումներից և համերգային տեսագրություններից պարզ երևում է, թե որքան է Նժդեհը մեծացել և հասակ առել։
Տաթևը անգամ կատակեց, որ հաջորդ հանդիպման ժամանակ նա արդեն իր հասակին կլինի։ Երգչուհին նաև նշեց, որ եթե Նժդեհը շարունակի նույն կերպ, ապա շուտով կսկսի նվագել բենդում։ Փորձեք դիտել Star News-ի կողմից առանձնացված հոլովակն առանց հուզվելու։ Տաթև Ասատրյանը երգում է, իսկ Նժդեհը դհոլ է նվագում։ Ես ուզում եմ դուք տեսնեք, թե անցած համերգի համեմատ ոնց համեցացել։ Այդ է։ Բան չմնաց։ Մյուս համերգի արդեն իմ բոյին կհասնի։ Բայց այս համերգներին չէ, մարզադաշտի։ Մեծ նախանք։ Սիրելիներս, ես ուզում եմ մի բան հարցնեմ, ոնց որ եւ միշտ։ Դահլիճում գյումրեցիներ կան։ Անարտելի գյումրիում եք։ Սիրելիներս, ես այնքան ուրախ եմ, որ մեր համատեղ երգը տեսնում եք առաջվա համեմատ սկսել ավելի լավ նվագել։ Սովորումը կարևոր է։ Ուզում է դառնա երաժիշտ, իրան շատագուր եկել լինել երաժշտության մեջ, մեր թիմում։ Այ որ սկսես ավելի լավ սովորել, հաջորդ անգամներին այն բենդում նստած կլինես։ Կուզես։ Այն ինչ ունես ասելու համար։ Բարձր։ Շնորհակալություն։ Տաթև Ասատրյանն օրերս իր ինստագրամյան էջում կիսվել է ամուսնու հետ նկարահանած գեղեցիկ հոլովակով։ Տեսանյութում զույգը պարում է երգչուհու կատարման փնչող երգի ներքո, ստեղծելով ջերմ ու ռոմանտիկ մթնոլորտ։ Հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել երգչուհու հետևորդների շրջանում, արժանանալով բազմաթիվ հավանումների և դրական արձագանքների։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։